Առաջին լրատվականը շարունակում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում, բարև ձեզ, ես Զարու Երաշտունին եմ։ Նախ սահմանին տիրող իրավիճակի մասին, այս գիշեր Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել ավելի քան 25 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 320 կրակոց։ Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն։ Վաղը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 408 և ավականու անդամի 2693 թեկնածու։ Իդեպ համայնքի ղեկավարի 408 թեկնածուներից 11-ին սեպտեմբերի 17-ը լռության օր է և այսօր թեկնածուներից որևէ մեկը քարոզչություն իրականացնելու իրավունք չունի։ Հանրապետության տարածքում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները։ Ընդամենը մի քանի օրից այն կմեկնարկի նաև Տավուշի մարզում, որտեղ բոլոր նախապատրաստական աշխատանքներն արվել են խաղողի մթերումն առանց խոչընդոտների անցկացնելու համար։ Դրանում համոզվելու և տեղում խաղողագործների և մթերող ընկերությունների հետ զրուցելու նպատակով մարզ է այցելել գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը։ Սերգո Կարապետյանին ուղեկցել է իմ գործընկեր Հայկ Հովհաննիսյանը։ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն առաջինն այցելեց Իջևանի գինու կոնյակի գործարան։ Գինու, կոնյակի և օղու արտադրությունից բացի գործարանն ունի նաև պահածոների արտադրամաս։ Ինչպես ասում է արտադրության գծով տնօրենը, սպառման հիմնական շուկան դրսում է, Ռուսաստանի Դաշնություն և Միացյալ Նահանգներ։ Խաղողի մթերումը գործարանը պատրաստվում է իրականացնել սեպտեմբերի 20-ից, առավելագույնը 25-ից։ Որպեսզի խոսքը լակոնիկ լինի, կասեմ Տավուշի մարզում ինչքան խաղող մեզ առաջարկեն, մենք պատրաստ ենք մթերենք։ Տավուշի մարզից կրկնում եմ խոսքս։ Եվ որքան արժեքով պայմանավորվածություն կա։ Պայմանավորվածություն դեռ չկա, բայց արժեքը որոշված է 130 դրամ։ Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղն էլ պատրաստ է խաղող մթերել։ Այստեղ սակայն ի տարբերություն Իջևանի գործարանի խաղողագործների հետ պայմանագրեր ունեն։ 2015-ին գործարանը մթերել է 5100 տոննա, այս տարի պատրաստ է մթերել այնքան խաղող, որքան կառաջարկեն սահմանամերձ համայնքների խաղողագործները։ Ամբողջ խաղողի հասունացման շրջանը վերահսկվում է մեր գյուղատնտեսների կողմից։ Գարնան սկզբից մինչև բերքահավաք վերահսկվում է և գյուղատնտեսներն են նշանակում խաղողի հանձնման օրերը, շաքարի հասունացումն են ստուգում։ Ամեն դեպքում այո, ունենք մոտ 800-ից 850 պայմանագիր, որոնցից մոտ 130-ը երկարաժամկետ պայմանագրեր են, խոշոր խաղողագործների հետ են, մնացածը մեկ տարվա պայմանագրեր են, բայց ամեն տարի թարմեցում են։ Տավուշի տարածաշրջանի Էկոգարդեն ընկերությունը թեև մեծ քանակության խաղող չի մթերում, այնուամենայնիվ բավական ակտիվ է պահածոների արտադրությունում։ Ընկերության արտադրանքը սպառվում է հիմնականում արտասահմանում։ Մեր տեսականին շատ մեծ է, ցանկացած տեսակի արտադրանք մենք տալիս ենք։ Օրինակ կամպոտեղեն, հյութեղեն, ջեմեր, մարինատներ, թթվեղեն։ Մեր արտադրանքը 99%-ով սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Ֆերմերների հետ Սերգո Կարապետյանը հանդիպեց խաղողի այգիներում։ Մթերման և վճարումներ կատարելու հետ կապված խնդիրներ նրանք չունեն։ Միակ խնդիրը բնությունն է։ Մեր տարածաշրջանում ես չգիտեմ, որ գնդային կա։ Գիտեք ինչի՞, չէ, ասեմ ինչի համար։ Որովհետև կենտրոնում է ցանկալի ռադիոլոկացիոն կայան չկա այստեղ։ Որովհետև հակակարգային կայանները հենց այնպես չեն կրակում։ Ռադիոլոկացիոն կայան լինի, որպեսզի իմանա այդ կարգտապեր ամպեր են, թե անձրևաբեր ամպեր են, որ ժամանակին կրակեն։ Տեխնիկական խնդիր է, իհարկե, ժամանակի ընթացքում կլուծվի։ Սերգո Կարապետյանն ասում է, որ Տավուշ այցելության հիմնական նպատակն էր պարզել արդյոք մթերող կազմակերպությունները պատրաստ են ընդունել տարածաշրջանում արտադրվող ամբողջ խաղողը։ Մեր կանխատեսումներով անցյալ տարի մարզում արտադրվել է 16750 տոննայի կարգի խաղող, որից մթերվել է 7840 տոննա։ Այս տարի մեր կանխատեսումներով խաղողի բերքը որոշակի պակաս կլինի, մոտարապես 14000-ից 15000 տոննա, եւ դրանից կմթերվի մոտարապես 6-ից 6500 տոննա։ Եվ գործարները պատրաստական են այդ ամբողջ խաղողը մթերելու։
Սերգո Կարապետյանն ասում է, որ մարզում գյուղատնտեսությունը լուրջ առաջընթաց է գրանցել գրեթե բոլոր բնակավարներում, սկսած հացահատիկից մինչև բանջարեղենի արտադրություն։ Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, տեխնիկական խնդիրների լուծումից հետո դրանք համայնքներում անպայման կտեղադրվեն։ Հայկ Հովհաննիսյան, Առաջին ալիք։ Այժմ միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է զինաթափել իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի պահակախումբը և տեսնել, թե ինչ կկատարվի նրա հետ։ Թրամփը հայտարարել է, որ Քլինթոնի իշխանության գալու պարագայում կվտանգվի Միացյալ Նահանգների սահմանադրության երկրորդ լրացումը, որը երաշխավորում է քաղաքացիների զենք կրելու իրավունքը։ Ավելի վաղ Քլինթոնը հայտարարել էր, որ ցանկանում է ողջամիտ սահմանափակումներ մտցնել զենք կրելու իրավունքի մեջ, միաժամանակ ոչ մի կերպ վտանգի չենտարկելով սահմանադրության երկրորդ լրացումը։ Վաշինգտոնը հրաժարվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին բացահայտել Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածության մանրամասները։ Պատճառը նպատակադրված պայմանավորվածության իրականացումն է, մասնավորապես դեպի արաբական պետություն մարդասիրական օգնության մուտքը վտանգի չենթարկելը։ Այսպիսով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ստիպված հետաձգել է Սիրիայում հրադադարի ռեժիմի երկարացման վերաբերյալ խորհրդակցությունները։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձած կողմից հարձակման է ենթարկվել Ռուսաստանի դեսպանատունը, որտեղ վաղը Պետդումայի ընտրությունների համար ընտրական տեղամաս է բացվելու։ 2 տասնյակ դիմակավորված երիտասարդներ Ռուսաստանը վարկաբեկող ցուցապաստառներով հարձակվել են դեսպանատան վրա և հրավառություն իրականացրել, սպառնալով հետագայում ավելի կտրուկ միջոցների դիմել։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Դեսպանատան շենքին նույնպես ոչ մի շոշափելի վնաս չի պատճառվել։ Դիմակավորված անձանց ձերբակալելու ուղղությամբ ըստ ռուսական աղբյուրների քայլեր չեն իրականացվել։ Բրատիսլավայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հրաժարվել է մասնակցել մամուլի ասուլիսին Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահի հետ միասին։ Ռենցին մեկնաբանել է իր որոշումն այն փաստարկով, որ Անգելա Մերկելի և Ֆրանսուଆ Օլանդի դիրքորոշումը կապված միգրացիոն քաղաքականության հետ էականորեն տարբերվում է իր տեսակետից և ինքը չի կարող նույն ամբիոնից խոսել դրա մասին։ Մասնակից երկրների ղեկավարների պնդմամբ հանդիպումը անարդյունք է եղել։ Անգելա Մերկելը նշել է, որ հանդիպումը չի անցել համագործակցային ոգով, իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բավականին խիստ գնահատական է տվել Բրյուսելի մարտավարությանը միգրացիոն քաղաքականության հարցերով։ Ֆրանսիան Եգիպտոսին հանդիսավորապես հանձնել է սեփական արտադրության Միստրալ ուղղաթիռակիր ռազմանավը։ $1 միլիարդ ընդհանուր արժողությամբ ռազմատեխնիկական պայմանագիրը Կահիրեի և Փարիզի միջև կնքվել էր անցած տարի։ Հանձնման արարողությունը կայացել է Ֆրանսիայի Ատլանտյան ծովափին Սեն Նազեր նավահանգստում։ Սա Եգիպտոսին փոխանցվող երկրորդ Միստրալն է։ Հիշեցնեմ, որ երկու ուղղաթիռակիրները սկզբնապես կառուցվում էին Ռուսաստանին վաճառելու նպատակով, սակայն ուկրաինական ճգնաժամից հետո Փարիզը չեղարկեց Մոսկվայի հետ պայմանավորվածությունը։ Ռազմանավը անվանակոչվել է ի պատիվ Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի։ Մոտ 3000 մարդ է դուրս եկել Բելգիայի Շարլերուրա հարավային քաղաքի փողոցներ դժգոհելու Caterpillar ընկերության կայացրած որոշումից։ Այն մտադիր է փակել իր գործարանը քաղաքի Գոսելիե թաղամասում։ Ծանր մեքենաների արդյունաբերության համաշխարհային առաջատարը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր գործարանի փակման շուրջ խորհրդակցություններ սկսելու մասին։ Նման քայլը կհանգեցնի առնվազն 2000 աշխատատեղի կորստի։ Բանվորների հետ դուրս են եկել նաև արհմիությունների ներկայացուցիչները, նշելով, որ նման մարտահրավերի առջև կանգնած են նաև Գենկի Ֆորդ և Անվերպենի Օպել գործարանները։ Մեծ Բրիտանիայի անկախական կուսակցությունը նոր ղեկավար ունի Դայան Ջեյմսը։ Նրան հաջողվել է կուսակցապետի ընտրությանն առավելություն ստանալ 4 մրցակիցների նկատմամբ։ 56-ամյա Ջեյմսը մինչ այդ անկախական կուսակցության փոխնախագահն էր։ Հիշեցնեմ, որ այս քաղաքական ուժի նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը լքել էր պաշտոնն այս հուլիսին Բրեքսիթի հարցով քվեարկությունից հետո։ Ջեյմսը, որը նաև բրիտանական խորհրդարանի պատգամավորը, մեղադրել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին իրենց կուսակցության ծրագրի որոշ դրույթներ կառավարության ծրագրում ներառելու համար։
Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացվել է սննդի եվրոպական 8-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։ Փառատոնի կազմակերպիչների եւ Լեհաստանում մեր երկրի դեսպանության միջև նման պայմանավորվածություններ ձեռք բերվել դեռևս անցյալ տարի։ Հեղինակավոր այդ փառատոնին Հայաստանը նման կարգավիճակով մասնակցում է անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ։ Հայկական ինչ ճաշատեսակներ են ներկայացվել լեհ համադամասերներին եւ ինչ հաջողություններ են գրանցել հայ խոհարարները, պատմում է Լիլիթ Մարտիրոսյանը։ Հայաստան ամեն ինչ սիրուն է, սիրուն գուրատ, լավ կոնյակ կա, լավ պաստուրմա, խորոված, ժողոք կա, Հայաստան բարևում է։ Ազգությամբ լեհ Ռաֆայելը մեծ սիրով ու հիացմունքով է խոսում Հայաստանի ու հայկականի մասին։ Հայուհու հետ ամուսնությունից հետո անսահման հետաքրքրությամբ ու ջանասիրաբար սկսել է ուսումնասիրել ինչպես հայերենը, այնպես էլ հայկական մշակույթն ու սովորույթները։ Իմ կինը հայուհի է, ամուսնությունից հետո կնոջս ազգանունն եմ կրում եւ ինձ կիսով չափ հայ եմ զգում, ինչի համար շատ հպարտ եմ։ Մեր տանը երկու լեզու ենք ուսումնասիրում։ Կինս ինձ հայերեն է սովորեցնում, իսկ ես նրան լեհերեն։ Առաջին քրիստոնյա երկրի նկատմամբ սերս ու հետաքրքրություններս սակայն պայմանավորված են ոչ միայն կնոջս հայուհի լինելով, այլև հայ եւ լեհ ժողովուրդների բազմաթիվ նմանություններով։ Ռաֆայելը պակաս ոգևորությամբ ու հիացմունքով չի խոսում նաև հայկական ուտեստների ու խմիչքների մասին։ Սննդի եվրոպական 8-րդ փառատոնի շրջանակում հաճույքով է ճաշակում արդեն իսկ ծանոթ հայկական կոնյակը, գինին եւ համադամ ուտեստները։ 7 օր շարունակ լեհական Լյուբլին քաղաքը ապրում էր հայկական շնչով ու ավանդույթներով։ Սննդի եվրոպական 8-րդ փառատոնի ժամանակ լյուբլինցիներն ու տարբեր երկրներից ժամանած հյուրերը հնարավորություն են ունեցել ճաշակելու Արարատյան դաշտավարի անուշահամ մրգերն ու խմիչքները, հայկական տոլման ու ավանդական խորովածը։ Հայկական խորովածը հարգի է այստեղ եւ բոլորը գիտեն, թե համեմելու process-ը, թե հենց խորովելու process-ը մեր խոհանոցը իրենց համար ավելի լայն համերի, լայն այդպես բույրերի համադրություն էր։ Հաճելի անակնկալ է իրոք, որ հայկական ուտեստը շատ մեծ հետաքրքրություն ունի, մեր խորովածը, քյաբաբը, գաթան, փախլավան, լավաշը, մենք նմուշի համար փորձեցինք ներկայացնել հայկական լավաշը, բանից պարզվում է, որ շատ մեծ հետաքրքրություն կա։ Գնյալն վինո։ Ինձ շատ են դուր գալիս հայկական գինին, լավաշն ու բաստուրման։ Ես երբևէ չեմ եղել Հայաստանում, սակայն մեծ ցանկություն ունեմ։ Ուզում եմ անպայման այցելել այդ երկիր, տեսնել դարավոր պատմություն ունեցող հայկական եկեղեցիները, ծանոթանալ հայերի պատմությանն ու մշակույթին, վայելել առաջին քրիստոնյա այդ ժողովրդի հյուրընկալ ու ջերմ վերաբերմունքը։ Հայաստանի 25-ամյակով պայմանավորված մեր երկիրն այս տարի համաեվրոպական սննդի 8-րդ փառատոնին այլ երկրների շարքում հատուկ հյուրի կարգավիճակում էր։ Փառատոնը մասնավորապես նվիրված էր հայկական խոհանոցին։ 8-ից 10 տաղավարներում հայկական հարուստ խոհանոցից բացի ներկայացվել է նաև հայկական մշակույթը։ Հայաստանի մասնակցություն այս կարգավիճակում այս փառատոնին ավելի ճանաչելի է դարձնում մեր երկիրը եւ շատերը նոր բաներ են սկսում բացահայտել Հայաստանի մասին, յուրովի են սկսում ճանաչել Հայաստանը։ Փառատոնը նշանավորվել է այլ մշակութային միջոցառումներով եւս։ Հատուկ հյուրի կարգավիճակը հայերին էր վերապահել նաև փակման ամփոփիչ համերգի իրավունքը, որի ժամանակ իրենց կատարումներով հանդես են եկել Լեհաստանում բնակվող հայ ազգի բազմաթիվ երաժիշտներ ու արվեստագետներ։ Լիլիթ Մարտիրոսյան, Սմբատ Հովհաննիսյան, Առաջին ալիք, Լյուբլին, Երևան։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի եւ փորձերի անցկացման ընթացքում վաղը ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունն առավոտյան ժամը 5-ից 16-ը Սարյան փողոցը, Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը Հանրապետության հրապարակը, ինչպես նաեւ Իտալիայի, Բեյրութի, Սարգսյան, Զաքիյան, Աբովյան եւ Նալբանդյան փողոցները Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդանանց փողոցը Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում։ Ժամը 11-ից 16-ը Խանջան փողոցի Սայաթնովայի պողոտայից Ագաթան Գեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթան Գեղոսի փողոցը։ Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով տրանսպորտային միջոցները չկայանել Սարյան փողոցի Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի
Սողոտայի Հանրապետության հրապարակից Ագաթան Գեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։ Եվ վերջում եղանակի մասին այսօր շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ եւ քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանն այսօր եւ առաջիկա գիշերը կնվազի 1-ից 3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա։ Վաղն արդեն տեղումները կդադարեն եւ հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այս ժամի համար այսքան էր, առաջին լրատվականն առավել թարմ նորություններով հանրայինի ուղիղ եթերում կլինի ժամը 17-ից տեսություն։